Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս բազում տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի տնօրեն Ավետիք Գրիգորյանն է։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Գրիգորյան հրավերն ընդունելու համար։ Նրանք ովքեր չգիտեն, ես նաև ասեմ, որ դուք այս տարի արժանացել եք մեր ժամանակների հերոսի 2025 մրցանակին։ Նախ պիտի ասեք, ինչ նշանակություն ունի ձեզ համար այս մրցանակը որպես գիտնական եւ որպես քաղաքացի։ Եկեք ինձ չանվանեն գիտնական, ես ամեն դեպքում սկսած այն պահից, երբ որ բյուրականի աշխատանում արդեն չէի աշխատում, այլևս կարելի ասել գիտական աշխատանք, հիմնարար գիտության մեջ չեմ կատարել, բայց կապված է անպայման գիտության հետ։ Ինձ համար ինչ նշանակություն ունի։ Ես ուրախանում եմ, որ ուրիշները ուրախանում են, այսպես ասեմ, մրցանակը, որովհետև ինձ ոգևորելու, ոգեշնչելու կարիք չունեմ, ես գիտակցելով արվող գործի անհրաժեշտությունը միշտ նախաձեռնել եմ, արել եմ, շարունակել եմ արդեն 37 տարի, բայց տեսնում եմ, որ աճող սերնդի համար դա կարևոր է տեսնել, որ այդպիսի ջանքերը այդքան երկար, այդքան հետևական գնահատվում են այդքան բարձր մակարդակով եւ իրենք էլ տեսնեն ապագա, ոգեշնչվեն ու առանց վախենալու գնան այդ ուղղությամբ, թեկուզ ճանապարհին պարզ է բոլորն էլ հանդիպում են շատ դժվարությունների։ Սա գնահատանք է անհատին, թիմին, թե գաղափարին գիտական, որ կարող է երկրի ապագան լինել։ Թերևս բոլորն էլ կարելի ասել, ես իդեպ չէի ուզում, չնայած կոնկրետ մրցանակաբաշխությունը ուղղված է անհատներին իր բովանդակությամբ, բայց ես չէի ուզում, որ դա շեշտվի որպես զուտ մեկ անհատի գործ։ Եվ իմ շնորհակալական խոսքում նույնիսկ հատուկ նշեցի, ասելով, որ այսպես է միշտ մեծ երազանքը մեկ օրում եւ մեկ անձով չի լինում։ Եվ շնորհակալություն հայտնեցի բոլոր նրանց, ովքեր որ մասնակցել են իմ աշակերտներին, իմ հովանավորներին, գործընկերներին, կամավորներին, որոնք որ հավատացել են այդ առաքելությանը, նպատակին եւ ամեն ինչ արել են ակտիվորեն, ոչ թե պարզապես օգնել են, այլ մասնակից են եղել ակտիվորեն այդ բոլոր կարևոր գործերին։ Գիտությամբ զբաղվելը հիմա երիտասարդների համար ձեր կարծիքով հետաքրքիր է։ Այո, ես տեսնում եմ իմ ամեն 2 տարին մեկ ես երբ որ նոր խումբ եմ հավաքում Հայաստանի տիեզերագիտական ընկերության դասընթացի համար, արտադրոցական խմբակ, այդ 6-րդ, 7-րդ դասարանցիներ, 8-րդ դասարանցիներ եւ այլն տարբեր տարիքներում, հատկապես փոքր տարիքում, ես տեսնում եմ այդ բնական հետաքրությունը, ճանաչողական հետաքրությունը, որը ամեն ինչի հիմքն է, կրթությունը պետք է դրա վրա հիմնվի, ոչ թե խոստումներ տա աշխատատեղի, մասնագիտության եւ այլն, այլ դնի ամենակարևորը հիմքում, հետաքրությունը, երբ որ դա կա, ամեն ինչ որպես հետևանք լինում է ավելին, քան կարելի է սպասել։ Եվ այդ հետաքրությունը ես տեսնում եմ, բնական հետաքրությունը մեր երեխաների մեջ։ Հետո ենք մենք մեր հասարակությամբ մի տեսակ կոտրում դա, իրենց աչքերի մեջ այդ փայլը սառչում է, այլևս իրենք ուղղված են իրենց մտքերով աշխատատեղ ունենալու, լավ աշխատավարձ ունենալու, որով երբեք հեռու չես գնա։ Այո, կարող է ապահովես հեշտ կյանք, բայց ոչ լավ կյանք, որը ես բավական տարբերում եմ իրարից։ Դե բայց պետությունն էլ հիմա գործիք է օգտագործում, գիտության ֆինանսավորումը բարձրացնում է, որպեսզի գիտնականները լավ աշխատավարձ ստանան, բայց զբաղվեն գիտությամբ եւ չգնան, մեր ուղեղները արտահոսք չունենան։ Արդյոք այս գործիքը չի կարելի ասել, որ արդյունավետ կլինի եւ գիտությամբ զբաղվողների թիվը կշատանա, եղածները կշարունակեն մնալ գիտության մեջ, ուղեղները չեն արտահոսի դեպի դուրս։ Իհարկե չեմ ասում, թե ուրիշ բան պետք չի անել բացի հետաքրություն սերմանելուց, եւ այն ինչ որ արվում է շատ կարեւոր է եւ վերջի տարիներին այդ ֆինանսավորման ավելացումը, որտեվ դա նաեւ հաշվի առնում արկա իրողությունները, ակնկալիքները նույն գիտությամբ զբաղվողների, դա բնական է, բայց չի կարելի աչքաթող անել այն ինչ ես ասեցի, հիմքում ամենասկզբից փոքր հասակից սերմանել
այդ հետաքրությունը։ Պատմեք մեզ ոնց է ստեղծվել բազում լաբորատորիան, ոնց եք հասկացել, որ սա տեսական խոսակցություն չէ, այլ նախագիծ է, որը պետք է իրականացնել Հայաստանում։ Բազումքի եղավ բնական հետևանք երկար տարիների աշխատանքի։ 88 թվականից բացվեց արտադրության խմբակ տիեզերագիտական ուղղություններով եւ սերունդներ աճեցին անկախ մտածող, ստեղծագործ մտածող երիտասարդ մասնագետներ տարբեր ուղղություններով գնացին, բայց մնացին բոլորն էլ սիրահարված տիեզերական թեմաներին, տիեզերական հետազոտությունների հետ կապված, ոմանք ուղղակի դառան համախոհ, աջակցող, ոմանք էլ հենց այդ ուղղությամբ խորացան, մասնագիտացան։ Արդյունքում մի գեղեցիկ օր ասեցին մենք այլևս երիտասարդ մասնագետ չենք, լուրջ աճել ենք, հաջողություններ ենք հասել, պետք է ստեղծենք արդեն ոչ թե զուտ կրթական, այլ եւ ոչ էլ զուտ գիտակրթական, այլ հենց գիտական լաբորատորիա եւ կատարենք լուրջ հետազոտություններ, տիեզերական տեխնիկայի միջոցով կատարվող հետազոտություններ, տիեզերական տեխնոլոգիաներին նվիրված եւ այլն։ Եվ այդ նախաձեռնությունը իմ կողմից լրիվ ողջունվեց, մենք միասին հիմնադրեցինք այդ կազմակերպությունը 20 թվականի վերջի օրներ, կա համարյա դեկտեմբերի 20-քանիսն էր, եւ հիմնադրվեց բազումքը եւ մեր առաջին նպատակը արբանյակ ստեղծելն էր, որպեսզի մենք մեզ եւ մյուսներին ապացուցենք, որ մենք կարող ենք այդքան բարձր տեխնոլոգիական ծրագրեր իրականացնել եւ ինքնուրույն կարողություններ տալ մեր երկրին զբաղվելու տիեզերական գործունեությամբ, ոնց հանելու այն կախվածությունը այլ երկրներից, ովքեր որ առաջատար են, բայց կարող է իրենց քմահաճույքից կախված լինի, ինչը թույլ կտան անել, ինչը չէ։ Այնինչ մենք մեր երկրի կարիքները ունենք։ Բայց դա փորձարարական արբանյակ էր, ինչու որոշեցիք փորձարարական արբանյակ ստեղծել։ Ես հիշեցնեմ, որ խոսքը Հայասատ 1-ի մասին է։ Այո։ Դե երեխան որ ծնվում մեծանում է, միանգամից չի գնում, չգիտեմ, Գերմանիա ինչ որ գիտական ֆորումի, չէ, ինքը սկզբից առաջին քայլն է կատարում, հետո երկրորդը, հետո երրորդը, այսինքն մեզ պետք է հնարավորինչափ արագ, հնարավորինչափ մեծ քայլեր, բայց բնականաբար առաջին քայլերը չեն կարող ունենալ կիրառական կամ առևտրային նշանակություն։ Առաջին քայլերը նրա համար են, որ մենք համոզվենք, որ մենք կարող ենք, հասկանանք ինչը դեռ չենք կարող, ինչը պետք է հաջորդ քայլերով յուրացնենք, որպեսզի գանք այն պահին, որտեղից այն կողմ արդեն մեր տված արդյունքը, ասենք երկրի հեռազնման պատկերներ տիեզերքից նկարված եւ այլն, օգտակար կլինեն մեր երկրին, մեր տնտեսությանը, ավանդագությանը եւ այլն։ Դրա համար մենք պետք է գնանք փոքրագույն քայլերից, որոնք նվազագույն ծախս են պահանջում, քայլ առ քայլ համոզվենք, որ կարողանում ենք, ուրիշին չէ պետք եւ այլն, եւ գնանք առաջ։ Միանգամից մեծ քայլ անել, հատկապես որ տիեզերք թռնելը դա մեծ ռիսկեր կան, կարող է եւ ձախողվել։ Միանգամից մեծ ծախսով մեծ քայլ անելը դա ռազմավարական տեսակետից ճիշտ չի, պետք է սկսել փոքրից, դրա համար մենք թիրախավորեցինք հենց փոքր արբանյակաշինությունը։ Եվ հիմա նաև տենդենսն է գնում այդ ուղղությամբ, որ արբանյակները գնալով դառնան ավելի էժան ու փոքր եւ կատարեն նույն ֆունկցիաները, ինչ որ ժամանակին մեծերն էին կատարում։ Եվ հիմա մենք այդ ուղղությամբ ուզում ենք առաջ գնալ, հնարավորին չափ ճեղքվածքը մեր եւ առաջատար երկրների, մեր եւ նույնիսկ զարգացող երկրների միջև այդ ոլորտում արագ փակենք եւ հայտնվենք տիեզերական ասպարեզում որպես մեր տեղը վաստակած դերակատար որոշակի մեր կողմից առաջարկվող նաեւ նորամուծություններով, որ հետաքրքիր է ոչ միայն Հայաստանին, այլև աշխարհին։ Ինչ տվեց այդ Հայասաթը։ Հայասաթ ինչ բացեր մատնանշեց, որի վրա հետագայում պիտի աշխատեք։ Մենք արդեն գիտենք բացը որն է, որտեղ փոքր արբանյակով դու չես կարող օրինակ երկրի հեռազնում կատարել։ Հետեւաբար առաջին հերթին մենք պարզապես ստեղծեցինք պարզագույն արբանյակ, որը իր հիմնական համակարգերը ունի, որը շատ նման է մեծին, հետեւաբար այդ փոքր ծախսով, փոքր արբանյակով մենք սովորում էինք այն ինչ պետք է մեծ արբանյակներին, ավելի մեծ։
բայց ֆունկցիոնալության առումով ինքը չէր կարող շատ բաներ անել, որ մեզ հետագայում պետք է լինելու։ Հետեւաբար առաջին քայլով դա տվեց մեզ այն, որ մենք կարողացանք արբանյակը ճիշտ նախատեսել իր ֆունկցիոնալությունը պարզագույն հատկություններով, ճիշտ ինտեգրել, հավաքել գնված Եվրոպայից գնված մասերով եւ տեստավորել, ծրագրավորել, ինչ որ պետք է, ստեղծել համապատասխան վերգետնյա կայան տվյալների ստացման եւ հաղորդման հրամանների, այդ ամեն ինչը, այդ ամբողջ ցիկլը անցնել բարեհաջող եւ հասկանալ, որ մենք արդեն կարող ենք դրանից հետո հավակնել ավելի մեծ ֆինանսավորման, ավելի մեծ արբանյակի համար, որտեղ կկատարենք արդեն հաջորդ քայլը, օրինակ Հայասատ 2-ի համար ուզում ենք հաջորդ քայլը անենք, ունենանք թեկուզ ոչ մեծ լուծունակությամբ տեսախցիկ, որը թույլ կտա յուրացնել մեր ուզած գեոլոկացիայի ուղղությամբ ուղղելու, արբանյակը ուղղելու, նկարներ ստանալու եւ երկիր ուղարկելու տեխնոլոգիան, երբ որ մենք դա էլ արդեն կկարողանանք անենք, դրանից հետո կարող ենք հավակնել ավելի մեծ արբանյակ, ավելի մեծ ֆինանսավորման, որտեղ կունենանք ավելի մեծ տեսախցիկ, որը արդեն երկրի համար կարևոր մանրամասնությամբ պատկերներ կարող է տալ։ Իսկ սկզբնական փուլում բարդ ֆինանսավորումն էր մասնագետները, թե հավատը, որ կհաջողեք։ Ճիշտն ասած, ամենաբարդը ինձ թվում է հավատն էր, որ կհաջողենք, որովհետև պարզվեց, որ հենց որ այդ հավատը առաջացավ, անհատ մարդկանց մոտ, անհատ դոնորների մոտ, երբ որ իրենք տեսան արված գործը, հետևանքները, արդյունքները եւ այլն, նրանք լցվեցին հավատով եւ պատկերացրեք մասնավոր դոնորների օգնությամբ իրականացավ այդ ծրագիրը։ Ընդ որում ասեմ, նշեմ, որ դա միայն բազումքը շատ դժվարությամբ կաներ, եթե միայն բազումքը աներ եւ երկար կտևեր, մեզ ուրեմն այդ բարձվեց այդ նույն նպատակը ունի նաեւ գիտական նորարարության եւ կրթության կենտրոնը Հայաստանում եւ նրանց հետ համատեղ մենք աշխատեցինք, ստեղծեցինք Հայասատ թիմ 50-50%-ով կիսելով եւ ֆինանսական բեռը եւ ներդնելով մասնագիտական ռեսուրս, այդ Հայասատ թիմով մենք այդ ծրագիրը իրականացրեցինք եւ հիմա էլ պատրաստ ենք նույն ձևով շարունակել եւ դա շատ լավ օրինակ էր, թե ինչպես համագործակցելու դեպքում կարելի է տենց լուրջ ծրագրեր իրականացնել, որը առանձին շատ դժվար է։ Այստեղ ավելի կարևոր է երկրի կարիքները, քան այդ մրցակցային մեկը մյուսից ֆինանսական աղբյուրներ խլելը եւ այլն, դա շատ սխալ մոտեցում է եւ շատ հաճախ մենք այդտեղ ենք սայթակում մեր իրականության մեջ, երբ որ ուզում ենք միայն մեր կոնկրետ լաբորատորիայի անունը նշվի, մյուսինը չհնչի եւ այլն։ Մենք կարողացանք հաղթահարել սա, որովհետեւ այն գլխից հակված էինք այդպիսի համագործակցության, նույնը գիտական նորարարության եւ կրթության կենտրոնի կողմից եւ միանգամից երևաց, թե ինչքան արդյունավետ է։ Մի կողմ դնել անձնականը, մի կողմ դնել կորպորատիվը, այլ հանուն մեծ նպատակների միավորվել ու գործանել։ Պարոն Գրիգորյան, հիմա ձեր լաբորատորիայում ինչպիսի մասնագիտական ուղղություններ են ներկայացված թիմում, ինչ եք անում։ Շատ լավ հարց էր, որովհետև ես ամեն անգամ, երբ որ առիթ է լինում հիմնավորելու, դուք էլ հարցը տվեցիք արդեն, ինչու է դա կարևոր, այսպիսի նախագծեր անելը, ես հիմնավորում եմ հետևյալ կերպ։ Արդեն չեմ հոգնում, արդեն շատ եմ կրկնել, բայց ասում եմ նորից։ Ուրեմն տիեզերական ոլորտը շատ բազմաճյուղ է եւ միջոլորտային։ Շատ տարբեր տեխնոլոգիաների ներգրավումով տարբեր ոլորտներից։ Եվ ամենաբարձր տեխնոլոգիական ոլորտն է։ Հետեւաբար իմ համոզմունքով, եթե մեր երկրում դա լինի որպես առաջնահերթ ուղղություն զարգացման, ապա դա կդառնա հոյակապ լոկոմոտիվ բոլոր ընդհանրապես Հայաստանում բոլոր բարձր տեխնոլոգիական ընկերությունների համար։ Նրանք կմտնեն տիեզերական ոլորտ եւ այն ինչ որ իրանք կանեն, օգտակար կլինի նաեւ երկրային կիրառությունների համար,
արդյունքում բոլորը կզարգանան եւ բոլորը կշահեն դրանից։ Միշտ պետք է դնել մեծ նպատակ լուրջ արդյունքների հասնելու համար։ Հիմա դրա համար ես ողջորվում եմ, երբ որ նաեւ իշխանությունների կողմից լսում եմ ընդգծումը այդ առաջնահերթության, որ պետք է այս ուղղությամբ պետությունը քայլեր անի։ Իսկ տիեզերքի ուսումնասիրման ոլորտում մենք ունենք այնպիսի ռեսուրս, որ կարողանանք արդյունավետ աշխատանքի արդյունք ապահովել։ Եթե խոսքը աստղագիտական հետազոտությունների մասին է, ապա կան շատ առաջադեմ տիեզերական տերություններ, որոնք լուրջ նախագծեր ծրագրեր են իրականացրել, Hubble աստղադիտակը ավելի հետո ավելի մեծ դիտակներ եւ այլն եւ դա անդադ շատանալու է։ Եվ մենք շատ հեռու ենք դրանից։ Մեր տեխնոլոգիական փորձով, գիտելիքներով մենք դեռևս շատ հեռու ենք դրանից։ Մենք կարող ենք այո, ներգրավել նման ծրագրերում առաջադրելով կոնկրետ հետազոտական ծրագիր, ասենք աստղագետները առաջադրեն ինչ ուսումնասիրեն այդպիսի սարքերի արտամթնորդային աստղադիտակների միջոցով։ Բայց տիեզերագնացության իմաստով, տիեզերական տեխնիկայի իմաստով մենք հեռու ենք դրանից։ Դրա համար այն ինչ որ մենք անում ենք առաջին հերթին ուղղված է ոչ թե տիեզերքի ուսումնասիրությանը, այլ երկրի ուսումնասիրությանը, որովհետև ցանկացած պատկեր երկրի, որ դու ստանում ես, դա ամենատարբեր երկրային տնտեսության եւ անվտանգային խնդիրների տարբեր ոլորտներում օգտակար է։ Շատ օգտակար է։ Նույն բանը, եթե դու երկրային միջոցներով անես, դու, չգիտեմ, տասնապատիկ, եթե ոչ ավել ծախսեր ես ունենալու։ Գյուղատնտեսության ոլորտում դու հանգիստ կարող ես այդ պատկերներով հասկանալ, որտեղ հողը ավելի բարվոք որևէ բան ցանելու համար, անվտանգության տեսանկյունից շատ կարևոր է։ Բնապահպանություն է, արտակարգ իրավիճակներ են, այս բոլորը կանխման համար, կառավարելու, այո, կանխելու համար շատ օգտակար է մտնել այդ ոլորտ։ Իհարկե դա թանկ ոլորտ է, բայց սա այն շուկան է, երբ որ վճարելով թանկ դու մտնում ես մի ոլորտ, որտեղ դու նաև մեծ եկամուտ ես ունենում։ Իսկ ձեր ստեղծած արբանյակը ինչ հետազոտությունների վերջո արեց եւ արդյոք այդ տվյալները օգտագործելի են։ Ասում եմ, մեր առաջին արբանյակը ընդամենը խորանարդ էր 10 սանտիմետր 10 սանտիմետրի վրա, փոքր խորանարդ, 1 լիտր ծավալ, փոքրագույն։ Ինքը ուներ իր ռադիոհամակարգը, իր էներգիասնուցման համակարգը, բորդ համակարգիչը, հիմնական բաղադրիչ մասերը դրանք էին եւ այստեղ չկային զուտ հետազոտական սարքավորումներ, այլ շատ այդ ամբողջ սարքավորումը ուղղված էր նրան, որ մենք տեսնենք ինչպես է իրեն զգում մեր արբանյակը, ինչպես են նրա համակարգերը աշխատում, ինչպես է տարբեր իրավիճակներում, ասենք, օգտագործվող ծրագրերը հնարավոր խնդիրները հաղթահարում եւ այլն։ Այսինքն այդ բոլոր տեխնոլոգիական խնդիրները ինչքանով են հաջող լուծված եւ ինչ է պահանջում հետագա թռիչքներում, այդ ամեն ինչը բարեհաջող տեղի ունեցավ։ Բայց դա ամբողջը վերաբերվում էր զուտ իրեն, հենց արբանյակին։ Հաջորդը արդեն, որ ասում եմ, ունենանք տեսախցիկ եւ նկարենք, դա կվերաբերվի նաեւ երկրի նկարահանմանը։ Իսկ դրա համար հիմա աշխատում եք, թե դա ապագայի պլան եք որպես ներկայացնում։ Մենք նույն թիմի հետ, Հայասա թիմի հետ արդեն կատարել ենք հետազոտություն եւ որոշել ենք, թե ինչ ֆունկցիոնալություն պետք է ունենա։ Այսինքն պատրաստ ենք նրան, որ սկսենք բուն աշխատանքը արբանյակի վրա։ Բայց դրա համար, քանի որ սա կարող է լինել առնվազն 6 անգամ, այդպես ենք առայժմ նախատեսել, 6 անգամ ավելի մեծ, ուրեմն այդքան անգամ ավելի մեծ գումարներ են պահանջում եւ անհատ դոնորները չեն կարող այդքան շարունակել նույն ձևով, հետեւաբար ֆինանսավորման աղբյուրներ են պետք։ Այսինքն ներգրավել եւ նոր դոնորներ եւ պետությունը ներգրավվի, ինչի համար շատ է կարեւորում տիեզերական ռազմավարության փաստաթղթի վերջնամշակումն ու ընդունումը, որպեսզի պետությունն էլ ունենա իր հիմնավորված, մշակված մեխանիզմները ֆինանսավորելու նման ծրագրերը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցակիցս մեր ժամանակների հերոսը 2025 բազում տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի տնօրեն Ավետիք Գրիգորյանն էր։ Կհանդիպենք։